Եվ պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Բապոյան և Ռոբերտ Մարտիրոսյան։ Բարի երեկո բոլորին, կասկածելի երեկոն է այսօր եթերում։ Ես հիմա ներկայացնեմ նաև իմ հյուրերին, Ռոբերտ։ Հետո արդեն խոսքը կտանք ձեր սեղան, դուք ձեր հրավիրված հյուրերով բան կալեք, ձեր առիթը կնշեք։ Բարձր ծափարություններով դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, մարդ ով առհասարակ ինձ էլ Ռոբին էլ ինչ-որ մի տարիքում հաստատ անգիտակցաբար ոգևորել է, որ մենք այստեղ լինենք, մենչին եկեք բարձր ծափարենք։ Ներկայում դերասանուհի շատ տաղանդավոր գեղեցկուհի, ապագայում մայրիկ։ Շնորհակալություն։ Այո, Ռոբն էլ արդեն ինքը հիմա հուզական արդեն այս տարիքա որ թորնիկներ են այս բանանում, ինքը տենց է։ Ես մարդը ասում որ նույն տարիքի ենք, էլի։ Թորնիկներ են։ Եկեք բարձր Եվային ծափարենք։ Ես իդեպ Եվա ջան, եթե երեխայի սերը դեռ տեղյակ չեք, gender party անենք այսօր, թե գիտեք արդեն։ Չէ, գիտենք։ Գիտեք, արդեն Instagram-ով բան տենց տարածել։ Ռոբ ջան, երևում է որ ինձ չես հետևում, դա նշանակում է որ պարտվելու ես դու այսօր։ Մայրա խոսում, բան ջասես։ Լավներ, ներկայացնեմ իմ հյուրերին։ Ոչ պակաս սիրված եւ դիտարժան հյուրեր են։ Ես ում գիտես ինչ, Գարիկին սենց միանգամից իմպրովիզով ուզում եմ լատիներեն ներկայացնեմ։ Չէ, լատիներեն խոսքը ասում է per aspera ad astra, փշոտ ճանապարհներով դեպի աստղերը։ Իմ համար Գարիկը այդ մարդու կերպարն է, որ ասա մենչը տեսել է այդ փշոտ ճանապարհներն ու հասել է այս մարդը ու ես շատ եմ սիրում այդ ճանապարհով հաջողությունների հասած արտիստներին։ Մատ բարձր ծափարեն Գարիկ Սեփխանյանին։ Մեր համես սիրելի տաղանդավոր ընկերոջը։ Ես շատ եմ սիրում քեզ։ Գարջան նկատի ունի Դավթաշենի կամուրջը։ Ինչպես։ Դավթաշենի կամուրջը նկատի ուներ, չէ, որ ինքը ստեղից էլ է, միշտ գնաց է գործի։ Այո, մենք սիրում ենք։ Մյուս իմ հյուրը։ Բայց չիներեն ներկայացնում օրոին էլ տենց։ Մեռած լեզուներով։ Մեռած։ Չիներեն ես հանդիսականների մեջ մարդկա կարող խնդրենք ինքը։ Չիների մասնագետ կա, ես գիտեմ։ Կարող ենք ես գիտեմ հիմա կարող ենք խնդրել այնտեղից մեզ ասի։ Ռոբը սաղեց ծանոթ։ Տաղանդավոր, օրինակ, տաղանդավոր ես խնդրեմ, տաղանդավոր դերասան չիներեն ինչպես կլինի։ Մատ խնդրում եմ, կասեք։ Մի վարքան ինչպես։ Տաղանդավոր ինչպես։ Ինտրա վայ է, ասեց։ Յոմին չէ։ Քենչայ։ Մեր մյուս հյուրին ներկայացնեմ չիներենի Մի սակմած։ քիչ սխալ շեշտը տնես կարող է լավ բան չհացու, շատ իրեղի։ Տաղանդավոր ինչ դառնա, որ յոմին չէ հավ։ Քենչայ, յոմին չէ հավ։ Նորայ եկյակվա։ Յոմին չէ հավ։ Նորոյին եղյան նույնպես սափարենք իրոք մերօրյա ազապ տղաներից է խնդրում եմ, նաև ես ուզում եմ ծանոթությունների եւ ամուսնական բյուրոյի վերածվի մեր հաղորդաշարը, գրեք եւ նրան ուղարկեք ձեր նկարները, թող ընտրի։ Գոհես։ Այո։ Լավ, սկսենք։ Արդեն օֆիցիալ մասը անցավ։ Հիմա ոչ օֆիցիալ, բուն հաղորդումը։ Ծաղոտացնեմ առաջին փուլի կանոններին։ Մասնակիցներն իրենց առջև դրված թերթիկից կարդում են պատմություն։ Թերթիկի վրա կարող է լինել պատմություն, որ իրոք նրանց հետ պատահել է, կամ պատմություն, որ նրանց հետ կապ չունի եւ նրանք այն տեսնում են առաջին անգամ։ Անկախ կարդացած պատմությունից նրանք պետք է ներկայացնեն պատմությունը որպես իրականություն։ Ճիշտ միավորը, ճիշտ պատասխանը քանի միավոր է, հարգելի Եվա։ 2։ Այ, ոչ։ Մեկ ապրես։ Մեր դեպքում 2 կարող է։ Եվ սկսում ենք իդեպ քեզանից։ Քեզ մի հատ երեխուն։ Ճիշտ է։ Այո, սկսում ենք քեզանից, այո։ Գնացինք։ Ես հրաժարվել եմ նկարվել Թիկնապահ ֆիլմի դերասան Քևին Քոսների հետ։ Շատ լավ է սա։ Դրան հասնում։ Որտեւ այսօր է նկարահանումը։ Բայց ես իբր լավ բան եմ ասում, Քևին Քոստերը էլ վաղուց չի նկարվում, ասեք ինձ համար սենց ասեմ, Բայց կարող ֆոտոյի մասին է խոսքը։ Ֆիլմում թե Ոչ։ Ոչ, ֆոտո։ Ինձ կպատմես որտեղ։ Որտեղ եւ ինչ պայմաններում։ Խնդրում եմ պատմի, դու կայլում ես եւ ԱՄՆ-ում ես։ Չէ, ԱՄՆ-ում չէր։ Իրանում։ Ոչ։ Նորագյուղ։ Բանգլադեշ, գնում ենք Երուսton, իսկ եթե լուրջ Դուբայում։ Ահա։
Դուբայում տեսա Քևին Քոսներին։ Եվա ջան, ոսկե դպրոցը տեսել ենք։ Ասացի, կներեք, էլի ասեցի, ես ձեզ շատ եմ սիրում, բայց չգիտեմ ինչքանով եք դուք իմ ֆիլմերը տեսել։ Քևին Քոսները ինձ տեսավ, ասաց Եվա ջան, կարող ենք նկարվել։ Չէ՞ լավ լուրջ ես իմ ասում։ Հա, չէ, շատ լուրջ եմ ասում։ Եթե տեսավ ես Եվա ջանը չի ասել, բայց երբ որ ինձ տեսավ, ասեց նկարվենք, ասեցի Թոմասյան ոչ։ վաչեն որ տենա կմեռնի։ Բայց ճանաչեցիր դու իրան։ Հա, իհարկե ճանաչեցի։ Բայց ոնց ասեց, անգլերեն ասեց։ Ոնց, ինչ ասեց։ Անգլերեն ասաց, մարդը կարող եմ ես չասել անգլերեն։ Այս հաղորդման ֆորմատը Ես պատասխանել իրան ինչ լես։ Ես ասել եմ ոչ։ Հայերենի ասել ես ոչ։ Անգլերեն ասել եմ no։ Բայց ինչի ասեց ոչ։ Մի րոպե, ուղակի սիրուն աղջիկ էր ուզեցավ նկարվի, ուղղակի ճանաչել, բացառում եմ ճանաչել, որ ճանաչել եք։ Ոսկե դպրոցից։ Ինչ ես բացառում։ Ում հետ էի։ Վաչեի ես սաստավից եղած մարդը ոնց կայեց բացառել։ Դելա Վաչեյից գրացել է Եվա էջ վիդեոները նայել է այդ պայն Դուբայ։ Սենց էր ինքը քայլում, սենց էր Սենց քայլում։ քայլում էր, մեկը բացեց, աչ տեսավ ինձ, ասեց կարող ենք Չէ, բայց նկարել։ ինչի ուզեցել լավ նկարվի այդ։ Ինչ որ մեկը խնդրել է քո փոխարեն, հա, որ գա քեզ ասի։ Երեխեն Եվային շատ է սիրում, տենց հա։ Եվա ջան, երեխես քեզ շատ է սիրում, ցավը տանեմ, Կարանք մի հատ նկարվենք, Մամային ես ցույց տամ, ասացի։ Տեսավ ինձ եւ իմ ընկերուհուս, ասաց կարող ենք նկարվել։ Ես էլ նայեցի իրան եւ ասացի չէ։ Ես հրաժարվեցի նրա հետ նկարվել, քանի որ հասկացա, որ ես չեմ կարող նրա հետ հիմա նկարվել ու մի քիչ գեղեցիկ չստացվեց իհարկե այդ պահը, որ հրաժարվեցի Քևին Քոսների հետ նկարվելուց։ Ու տենց գնացիք ոնց որ ամեն մեկը ձեր ճանապարհով։ Մանթոից Չէ, հետո հանդիպեցինք, էլի ասեցի լավ, եթե ուզում եք կարող ենք նկարվել։ Իսկապես։ Որտեղ կացա եղե հետևներից։ Հետո երբ որ ես նստած էի, մոտեցավ, ասեց նկարվենք, ասեցի լավ, եթե ցանկանում եք կարող ենք նկարվել։ Իսկ Instagram-յան էջում կա իր, թե չնայած որտեղ է ինքը одноклассникում։ Twitter-ում ես այդ նկարը post եմ արել եւ նշել եմ։ Այո, իհարկե։ Լավ, ես բայց ուզում եմ հարց տամ, դու օրինակ դու եւ դու ես ուղղակի Instagram-ում չկամ, ուժը։ Ես հետևում չեմ տեսել։ Նայ, բայց նաեւ բացի քո հետևելը մեր լրատվամիջոցները ինձ թվում է կտարածեին։ Չնայած ինքը չանել Չէ, ճանաչել։ ինքը չնայած ինքը լավ բան է, դրա համար դժվար մեր լրատվամիջոցները տարածել։ Հիմնականում վատ բաներն են տարածում։ Եթե ապտակ է իր Քևին Քոստերին, դա միանգամից կտարածեին։ Ես էլ չեմ հանդիպել։ Դա է մի Բայց քիչ։ մի քիչ հավատալու է։ Չէ, իրոք հավատալ։ Դու ինչ ես բացառում։ Ես հավատում եմ Եվայից, որովհետև Եվան ամեն պահի ուղղակի կարա տենց շատ սպոնտան ինչ որ ուրիշ պատասխան տա, որը вообще տեղի ինչ էր։ Այդ հաստատ բան։ Հասկաց։ Բայց Քևին Քոստերին չի ուզեցել նկարել։ Չի ճանաչել ինձ թվում է։ Ես չեմ ճանաչել, նորայր ես կարմիր դիպլոմով ավարտած դերասանուհի եմ, ուզում ես ասել ես կարամ Անցել եք Քևին Քոստներ։ Այո, մի հատ հատուկ ես ասում։ 7-8 դասարաններ։ Եվ տեսնես Քևին Քոստերին ինչպես բարևել եւ ինչպես հրաժարվել նրա հետ Լոգիկայի մեջ նկարվելուց։ է, որ իրանք պրոստը նայել են, ասել է ուզում եք նկարվեք, իրանք Ամի ասել են խոսքով չէ։ ճիշտ է ինչ ես։ Լոմկել է ինձ Կարծում եմ թվում է։ ճիշտ է։ Կարծում ես ճիշտ է։ Դուք հրաժարվեիք Բայց ես պրեպ։ CIA-ում չեմ տեսել նկար, ասեմ այդ։ Հասկաց, բայց կարծում ես որ ճիշտ Հա, է։ կարա լինի։ Դու ես։ Ճիշտ է։ Այ ես մի քիչ չեմ հավատում։ Հավատում։ Չեմ հավատում։ Հեսա կհավատաս։ Բայց իմ թիմակիցները կարծում են որ ճիշտ է այս պատմությունը։ Ես նրանց հետ եմ։ Մենք կարծում ենք որ դու չախել ես Քևին Քոստերին։ Այո։ Քեզ այդ ծերուկին ասել ես, այ Թիկնապահ ֆիլմից անցել է, Ռոբին Հուդ ֆիլմից անցել է ժամանակներ եւ դու արդեն այն չես։ Վերցրու քո նետը եւ հեռացիր այստեղից։ Դեպի Շերվուդյան, ամառագացրու, ես էլ արդեն ինչ գիտեմ ասում եմ։ Ես չգիտեմ, դուք մտածում եք Եվա Զոհրաբյանը արդյոք կարող է մերժել Քևին Քոստների հետ նկարվելու, չգիտեմ։ Այդ ինձ չգիտեմ ում տեղն եք դրել։ Ճիշտ է այս պատմությունը։ Այս պատմությունը ճիշտ է։ Ուրա բա, ճիշտ է զուտած։ Ցույց տվեք։ Գարիկ ջան, մեկ միավոր խնդրում եմ, մենք ճիշտ գուշակեցինք, մեկ միավոր մեզ նվիրիր։ Քո պատճառով ինձ տեղ ուղարկեցի։ Լավ։ Այսա հետ կբերենք, չմտածես։ Հա, էլի խնդրում եմ, ես նեղվում եմ, որ պարտվում եմ։ Նոր։ Բայց Գարիկին է ասա, Գարել ասա։ Չէ, Գարիկը ասեց, ես Գարիկ ինչ։ Ես ասացի, որ տենց է եղել, էլի։ Դուք խառնված տեսել եք, ասել ուզում եք նկարեք, ասել եք չէ, ասել եք չէ։ Ատում եմ ձեզ։ Մեր թիմի առաջին մասնակիցը զգուշորեն կբարձրացնի եւ Վեճը չդնես, սավտեմ, դու իմ ծանոթ չտես, դեպրեսա քեզ պետք չի։ Դու Բան իրական։ Հա, շփիտով բան։ Ես Չեք այս երեխուն Չէ՞ գիտեք։ դու խայտարակ արեցիր հենց նոր ձեր թիմին։ Չէ, հեսա կտեսնեք։ Եվ այն չի կարելի արվել։ Ճիշտ է։
Ես կարդամ։ Ես առանց բանալի կարողանում եմ բացել ցանկացած մեքենայի դուռ։ Հա, բայց այդ ի՞նչը։ Ամենակարևորը ոնց հասկացար, որ դու դա կարում ես անես։ Փոքր ժամանակ մի հատ ֆուրգոն ունեի, Ֆուրգոնի ինչ։ մեքենա։ 04 հա երևի։ Հա, տենց է։ Ինքը խնդրեմ ուներ ժամանակետ, տենց դրա վրա սովորել եմ, էլի։ Բայց չէ, հետո ոնց հասկացար, որ սաղ ես կարում բացես։ Հետո ստացվեց։ Էլի եղել է դեպքեր, եղբորս մեքենան է տենց եղել, հետո ես փորձեցի, էլի ստացվեց, կարողացա բացել։ Շպիլկեքով։ Իսկ ո՞նց է որ ձեր մեքենաները տենց էր լինում։ Կարող է տենց է փագում էի։ Միշտ, տենց կողտակով ենք փակում։ Իսկ բացի մեքենաներից էլի օրինակ դռներ բացում, հա։ Իսկ էլ ինչ ես կարում բացես հլա։ Սեյֆ օրինակ։ Օբյեկտ կարաս բացես։ Կամ խանութ բացել։ Արձան։ Իսկ մեթոդը որն է, որ սենց է որ Չստեից չեմ անում, որտեվ չունեմ, չեմ Մազակալով, դնում։ մազակալով։ ինչով ես Չէ, անում։ փոքր iPhone-ի դանակ ունեմ, որի վրա բան կա, տարբեր գործիքներ կա։ Դրել, սղոց, գտալ։ գտալ։ Չէ, կա այդ դանակը, իր վրա փոքր գործիքներ կա, դրանով կարողանում եմ անել։ Ո՞նց։ Սամթը գիտեմ, էլի ոնց։ Գար, ես քեզ քանի տարի է ճանաչում եմ։ Արդեն 18։ Օրինակ ինչի միջև հիմա այդ պատմությունը ինչ չէր պատմում։ Այսօրվա համար էր պահել։ Այսօրվա համար էր պահ։ Ասի կարող եմ մի օր կավեքենայի դուրնել տենց էլի անակնկալ Տեսեք, անեմ։ իմ կարծիքն եմ ասում, Գարիկը նախ, չգիտեմ, ինձ թվում է ֆուրգոն չէ, ունեցել եմ ֆուրգոն, հաստատ ունեցել եմ, բայց դες ինձ թվում է խափում է, որովհետև այս 10 քանի տարի է Գարիկին ճանաչում եմ, իսկ Գարիկին ճանաչելով Գարիկը իր կյանքում ինչ եղել է ինձ պատմել։ Անես բաներա պատմեմ, որ չեք պատկերացնում։ Պատմեմ։ Գար ջան, վերջին անգամ երբ ես այդ հմտությունը օգտագործել, որովհետև հիմա մեքենաները կարող Դե մի արդեն քիչ ուրիշ ուրիշ ձև, հա։ Այս էլեկտրականների վրա կարում ես, Չէ։ Տեսլա, Զիկերման։ Դե դի հեռախոսով բացում։ Դժվար չէ դի։ Չէ, մի 4-5 տարի առաջ է եղել երևի դες, եթե չեմ ինչ սխալվում։ դեպքեր։ Կողոպուս։ Դեպքը բանը տան դուրն է եղել։ Որշեի այլիները տարա ոգևորվեցի։ Տան դուրն է եղել, տան դուրը բացել եմ, էլի։ Ա տան դուրել ես կարում բացել։ Կարողանում եմ Գար դու կոլոն ես մեր հայապետը։ Ինչ կասես, լուրջ։ Ինձ թվում է- ինձ թվում է սուտ ասում։ Ինձ էլ է թվում սուտ է։ Եթե անկարծ ճիշտ լինի, դուրս են գալու ապացուցես, որ դու կարող ես դա։ Բայց քո մեքենայի վրա, քո։ մերիների վրա չէ։ Մեծ սիրով։ Ախեք, բայց որ Գարիկի թեմքին նայում, մի տեսակ հավատում եմ, որ կարա դուր բացի։ Բայց կան Ինչ ասում։ Ասա քարքի դեպքի որ նայում եմ, հավատում եմ որ կարա դուր բացի։ Լուրջ ես դպավորում։ բայց մենչին ավելի շատ եմ հավատում, դե 18 տարի եթե այնց գախնիկներ ես պատմել Յանես բաներ պատու խայտարակ։ Դրա համար եթե Դե ճիշտ է Գարիկ տեսել ես ա պատմությունը սկսելու է պատմել սա պատմությունները։ Չէ, ինքը տեսել է։ Գարջան չմտածես։ Լավ, Պարզա, եկեք վերջական քվեարկենք ընկերներ։ Ես չեմ հավատում, չգիտեմ, դուք որոշեք։ Եվա ջան, դու հավատում ես։ Եվա ջան, խնդրում եմ։ Ռոբին առանց լսելու պետք է ասեմ, չէ, ուրեմն չէ։ Մի Ամոթ քիչ քեզ։ հավատում եմ իրականում, բայց չէ, չեմ հավատում։ Ամոթ քեզ։ Ոչ։ Բայց ինչի համար։ Որովհետև սուտ Հավատա, է էլի։ այս պատմությունը։ Վերջ, մեր վերջական պատասխանը, որ այս պատմությունը նենք սուտ է։ Խնդրում եմ սուտ է, սուտ է։ Իրականում այս կյանքում չեմ կարող։ Շիպուլտով չեմ կարող բացել։ Յորով մի հատ հեզ, բարելով, մենք սենց սարայ։ Տարարարարարարա, մեդարայրարարարարարա, ռադարարիրարարիրարարա։ Նանանայ։ Երկու գրի, երկու գրի։ Մեկ, ոչ, մեկ։ Եվ դու հասկացար, որ դու էլի մեզ թեթև փուրն էիր Հա, տալու։ երեխեք, այսօր չեմ կարողam խաղալ եւ զգացում քո։ Երեք լավ էիր։ Երեք ստացվում էր։ Գարիկ ջան, ձեր պատմությունն ենք ուզում լսենք։ Դենց եմ սիրում։ Գարիկի պատմությունները համար գժվում եմ ես։ Մեկ անգամ մարմնավաճառների հետ Կներեք, մի վարքան։ Մեկ անգամ մարմնավաճառների մեքենայում թակ տված իրենց հետ շրջել եմ քաղաքով, որպեսզի հասկանամ նրանց գործունեության նրբությունները։ Բայց քեզ մենակ շրջել, նայ գնայր գործի ֆուլ հասկանայ։ Բայց ինչ սաունա չես գնացել լրիվ այդ բարդություններն ու ցավն ու կսկիծը։ Բայց կասես ակին, լետո չի պատտվում։ Կին էին։ Հա, իհարկե, կինային։ Տղամարդ դժվար։ Այսինքն բեռնախցիկում էիր, թե։ Այո, բեռնախցիկում է, չէ, ետևն է նստած։ Բայց ինչ ծածուկ թակտված էի։ Դες այո, ծածուկ թակտված է, տես ինձ միշտ Ծածուկ հետաքրքրել է։ բառը հիմա մի օգտագործել։
ինձ միշտ շատ հետաքրքրել է իրանց հոգեբանությունը, իրանց խնդիրները, ուզեցել եմ մի քիչ ավելի խորը Այս հասկանամ, մտածեցի ուզում ես տենը հասկանաս ՀԴՄ տալիս են թե չէ։ Արկայինից է։ Բայց հետո լավ, նստե դու հետևը թաքուն նստել ես։ Այ, ետևը նստեցին, նայ, երբ որ մարմնավաճառուին մոտեցավ ինձ, ասեց Գարիկ ջան, ասեց ոնց որ շատ եմ հավանում ձեր արվեստը բան։ Բայց դու էլ ասիր ես էլ ձեր։ Իրանց Չէ՞ որ ասեց ես շատ եմ Ճիշտ հավանում ասած ես էլ ձեր։ Այն օրը Եկատերինն ինձ լավ էին խաղում։ Ճիշտ ասած դուք էլ եք այն օրը լավ խաղում։ Ինչա, բայց այդ ինչ։ Չէ, ինքը ասեց Գարիկ ջան, ասեց շատ եմ հավանում ձեր արվեստը բան, ասեց այսօր ոնց որ իմ կողմից նվեր ունեք։ Հետո հա, ասի ինչ նվեր բան։ Բայց դա ուրախացար, որտեղ չգիտեիր ինչ նվեր։ Չէ, որ ասեց ինչ նվեր, ոնց որ ասեց այսօր ոնց որ ամեն ինչ ոնց որ իմ կողմից ձրի, հա, անվճար է բան, ես ոնց որ ասի ես Սիրո հարցերում ասի ես ոնց որ այլ ֆորմատ եմ նախընտրում։ Այլ ֆորմատ, այսինքն այլ սեր։ Ավելի երկարատև հարաբերությունների կողմնակից եմ եւ այո, հենց այդ կտրուկ քայլին միանգամից պատրաստ չեմ, ոնց որ արանքը պիտի արջուկներ լինի։ Գնա մի հատ հեռախոսով զանգի խոսացնա։ Ինքը ասեց, բա ինչ կարամ անեմ ձեր համար, Գարջան, որ ասեց ոնց որ Արդեն շատ մոտիկ էիք, դες Հա, Գարջան։ արդեն ոնց որ արդեն պիտի մի բան ասիրուն չէր, էլի որ դատարկ ձեռով եք։ Ոչ չէ, որ դատարկ ձեռով գնար, բայց ամեն դեպքում որ Ապա իրեն ճանաչում ես։ Ռոհբերս ոնց ես այս ասեմ, ես իրեն նոր եմ ճանաչում։ Ես իրեն նոր եմ սկսում ճանաչել։ Ասի մի բան կարաք դուք ինձ նվիրեք։ Ասի նվիրեք, խնդրում եմ։ Բանցիկ։ Ինձ մեկ Էմոցիաներ։ Կարելի է Չէ, ասել։ այդպես չէ, դու ինչ ես, այդպես չի եղել։ Ասացի խնդրում եմ նվիրեք ինձ մեկ փորձություն իմ կյանքում, որտեղ ես կզգամ ձեր Արորիայի այդ գործունեության նրբությունները։ Հետաքրքիր հաղորդում է։ Մեկ օր մարմնավաճառ է։ Ինչ հաղորդում է դառը։ Բան, հա, մարմնավաճառի, Հետո նստեցին մեքենան։ հա, ասեց նստի մեքենաս, գարես ասեց։ Բայց ասեց հետևը նստի, որ հանկարծ չխանգարես։ Նստեցի մեքենայով այդպես շրջեցինք, ես տեսա իրանք ոնց են կապնվում։ Ինչ շուկան մատ ռեյթը կա, ինչ գներ էր ֆռում էլ այդ աշխարհում։ Ինչ Հետաքրքիրը գիտես այն էր, որ Չկարգին։ նա այդ աղջիկը ինքը մենակ արժեքով չէր պայմանավորում իր գործունեությունը։ Նաև պիտի հավաներ։ Սպիտկաս։ Գրեչկա էր ուզում, թե։ Գրեչկա։ Ներողություն, ինչ կան, հա, հանդիպում էին, մածուն։ ասենց ինքը կանգնում էր տղաների կողքը, ովքեր որ մեքենայի մեջ մենակ էին, էլի։ Ինքը շրջբեր անցնում էր այն տղաներին, ովքեր Ռոբի դեմքով էին։ Անցնում էր Ռոբի դեպքով առաքինի, որ երբեք չեն գնում տես տեղերը, մի հատ այդ ինչի չես ասում։ Ռոբի դեմքով եւ Ռոբի ոտով, որտեվ ոտով էր ժամանակ Ռոբը, մեքենա չուներ։ Հասնում էր թանկարժեք մեքենաներին միած sense հայացք էր գցում, նենց հայացք որ Արի ասեմ։ արի ասեմ ոտ։ Ու Արի ասեմ չէ, արագ արի գնում անեմ էր։ էր դա։ Ու արագ գնում էր ու մեր ետևից գալիս էին տղաները կտրում էին մեր դեմը բան ու իրանով էին անում։ Լավ, մի հատ եկեք հասկանալ, սենց ասեմ, Գարիկը լուրջ եմ ասում, մատ ասա։ Հնարավոր է դու իրեն երկար ես ճանաչում ավելի Ռոբերս երկար եմ ճանաչում, չէ, երկար եմ ճանաչում։ Ապա չէ ինքը ամաչում աղջիկներից ի դեպ։ Աղջիկների հետ ինքը շփման մեջ խնդիրներ ունի։ Իսկ ողա ամաչելա դրա համար Դրա համաձայն։ խնդիրը ինչ։ Ամաչելա դրա համար Չէ, բայց- համաձայն։ Չէ, չի համաձայնվի, գնացել է հետևը խելոքի համար լոխի նման Չի գնալ։ Նույնիսկ չի էլ բանալը, չի Բայց սա ասել։ գիշեր բան չէ։ Լավ է աղջիկա։ Եղավ։ Ոչ մի բան չկա։ Եղավ նայ։ Սպասել եմ։ Նայել ես։ Սպասել եմ մեքենային։ Ինձ տոկոս ունեիր այդ փողից տոկոս։ Գայքան ես $20 քեզ որպես Ինքը գործ ունեցավ այդ երեկոյան, ես սպասեցի մեքենայի մեջ, որտեղ պետք է հետ տաներ ինձ որտեղից որ վերցել էր։ Մենք հեռու էինք արդեն։ Ես մի քիչ չեմ հավատում։ Հա դու ասա։ Չէ, ինքն գիտեմ որ դա էքստրիմ բաներ սիրո։ Չէ, սենց ասեմ։ Կարող է 15 րոպե մեկ Գարիկը չփրծավ։ Բանը լրիվ չփրծան։ Ես արև տուրարած տուն եմ գնում, չես կարտոֆիլներով բան։ Հարշուկ ջան, ինչ եղավ, ցավը տանեմ արդ։ Բանը պրադիվայս բույցի էտի։ Մենք պրադիվայս բույցի էտի։ Բադ ասա ինչ ես կարծում։ Ապա ես հաշվի առնելով որ Գարիկը տենց էքստրիմ բաների սիրահար է։ Էքստրիմ որ դահուկ քշել չի, դա ծախսը։ Գիտես սնոուբորդով իշտեմ։ Բայց կարարել է։ Պարաշուտով թռնել է Ինչքան որ ինչա։ գիտեմ Գարիկին, ինչքան որ պատմել Ինչ ես կարծում։ կարա լինի, բայց Կարծում ես ոչ, արագ եկեք որոշ։ Ոչ։
Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև սկզբում խառնեց, որ ասեցիր որտեղ է նստած։ կարող ենք խաղում խցիկում, է, հետ ուզում էր ծախել։ Լավն է, ապրես։ Սուտա։ Ապրես։ Ես էլ եմ կարծում, մի րոպե, ես էլ եմ կարծում, ես կարծում եմ, որ այս պատմությունը սուտ է, որովհետև սուտ է, Գարիկը այսպեսի բան չէր անի, բեռնախցիկում չէր պտտվի էլի աղջիկը։ Մենք կարծում ենք սուտ է, թող եթե նույնիսկ ճիշտ լինի, դու իմը խայտարակ լինես, ես հաճույքով, արա ես հաճույքով կուզեմ Մարիշոկը տեսնի եւ ասի, իսկ դու արդեն տարիներ են անցել Մարիշոկցյան։ ժամանակ էր արդեն։ Այո, Մարիշոկ տատին երևի, եթե մեզ անցած Մենք կարծում ենք, որ այս պատմությունը սուտ է։ Դու երբեք չես շփվել կանանց հետ։ Իսկ այս պատմությունը իրականում ճիշտ է։ Այդ բարի համար է, եղել ես ուսումնասի, չէ։ Իմիջիայլոց Մարիշոկի համարը կա, եթե Լուրջ եմ ասում։ այսօր է դու գնա մեքենայի մեջ նստի։ Մեքենան է Infinity էր, լավ մեքենա։ Լավ մեքենա էր։ Ցանցացնեմ մեր գործընկերներից մեկի հետ։ Մեր գործընկերն է Mobile Center ընկերությունը, որը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում։ Հանդիսանալով Samsung, Nokia, Apple եւ այլ հանրահայտ ապրանքանիշների պաշտոնական ներկրողը Հայաստանում, Mobile Center-ը հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ ապրանք, տրամադրելով պաշտոնական երաշխիք անմիջապես ումից արտադրողից։ Անդրանիկ Նստիր։ Արտադրողից։ Իդեպ Mobile Center-ից կարող եք ձեռք բերել նվեր քարտ եւ հնարավորություն տալ մտերիմներին, որ հենց իրենց ճաշակով ընտրեն նվեր, այլ ոչ թե ձեր այդքան էլ ոչ լավ ճաշակով։ Էժան, այո, էժան ճաշակով լիքը։ Mobile Center մեր գործընկերն է Միշտ եւ Ավիցյան։ Այո, քո գործընկերն է։ նույնն է։ Դու ուրիշ ավտո է եղել։ Նույնն է, բայց ուրիշ մաշնում։ Նույնն է ուրիշ ավտո։ Ես նպատակ ունեի դառնալ հոգեվորական եւ ցանկանում էի ընդունել ճեմարան։ Ես մի տեսակ միանգամից հավատացի, չգիտես ինչու։ Իսկ այս պատմությունը դուստը Այս որ տարիքում, մինչև ոնց որ համասան ընդունվելը, դու ունեիր երկու տարբերակ։ Հոգևորական եւ կալիք, հա, դու ընտրեցիր կալիք տարբերակը։ Կալիք, սուրբ կալիք։ Չէ, իրականում համասանական տարիներից հետո։ Համասանից հետո ես հասկացա, որ հոգևորականն է իմը։ Ինչպես։ Բայց ինչն էր քոնը, մի հատ ուզում եմ հասկանալ։ Ասում եմ, խորհելը ավելի մոտիկ, չէ, ասում եմ, ավելի մոտիկ Աստծուն գտնվել, չէ, լուրջ եմ ասում, ժողովուրդ, հիմա խնդրում եմ, այսին նենց բան է այստեղ, նենց բան է մեջ չան, խնդրում եմ, զգուշեք, հումորներ բան չանեք, կրակի հետ եք խաղում։ Սա կրակի հետ եք խաղում դուք։ Իսկ էլ ինչ տարբերակ Դժոխքում այրվելու եք, եթե այստեղ ինչ։ Ուրիշ տարբերակ ունեիր։ Ուրիշ տարբերակ, Չէ, մեկ էլ մի հատ շատ կարևոր բան, ինչի փոշմանեցիր։ ասեմ։ Ես ասում եմ։ Չէ, ասա, շուտ արա։ Չեմ որ երթվում եմ թե հորինում եմ, ասեմ։ Ուղղակի ուզում Երթվում թե հորինում ես։ Չէ, ուզում խորհրդավոր միջավայր ստեղծեմ ինքը հոգևորականի, գոնե էլի վերապրեմ այդ տարիները։ Ուրեմն համասանից հետո ես զորացրվեցի բանակ։ Բանակից հետո կոչվեցիր։ զորա կոչվի։ Ու չէ, բանակից զորացրվեցի, կներեք։ Բանակից համասանից հետո բանակ գնացի, բանակ զորացրվեցի։ Եկա եւ Մեղքեր գործած։ Մեղքեր, չէ, գործած չէ։ Եկա եւ գնացի Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Կաստինգի։ Որպեսի անկեղծ գնացի, որպեսի դառնամ հոգեվորական, ուզում էի, ինչ դուր էր գալիս կերպարը, բազմաթիվ ընկերներ, բազմաթիվ մեծ շրջապատ ունեմ, մեր առաքելական եկեղեցու աշխարհ շատ մեծ, դուստերիմ, որտեղս աղբերս։ Ես իրոք, պետք է ընտրեի, գնացի, ես Մայրաթոր Սուրբ Էջմիածում Գնացի Նու չէ կատակ արեցի։ Քանի որ հումորային հաղորդում էր քաստինգը ես պարզապես ասեցի, չէ, հարցազրույց անցա բարձրաստիճան այրերի, եպիսկոպոսների, սրբազանների, ես հարցազրույց անցա եւ ուզում էի, նույնիսկ ասում էի ուշ չէ որ ընդունվեմ Գևորգյան ճեմարան։
Արդյոք ուշ չէ 22 տարեկանում ընդունվել Գևորգյան ճանապարհը եւ Լավ, ինչ ուղղությամբ կգնաս հիմա, եթե աղորդումը փակվի ու դու ոնց որ էլի վերադառնաս։ Հիմա ես ավելի շատ ասեմ, ավելի շատ եթե գնայի, հիմա էսի լուրջ եմ էլի ասում։ Եթե ես գնամ, ուզում եմ Հայաստանից դուրս, օրինակ Մխիթարյան միաբանություն գնամ եւ վանական դառնամ։ Ավելի շատ էդի։ Հայաստանի ներսում չէ, ինքնից ոնց որ ես դրսի հոգեվորական եմ հիմա ձգտում ավելի շատ։ Լուրջ եմ ասում, հիմա եթե Ֆիրմա հոգեվորական։ ֆիրմա, այո։ Ես լուրջ ավելի շատ վան այդ Իտալիայի կողմերը։ Լուրջ Մխիթարյան միաբանություն եմ ուզում, եթե դու չեմ ուզում էդի, եթե շանս մնձերվի, հա, հնարավոր լինի, սա հիպոթետիկ եմ ասում, ավելի շատ Իսկ ինչն է խանգարում հիմա քեզ։ Այ զբաղված եմ շատ։ Դե լուրջ ասում զբաղված եմ։ Այսինքն այդ շանսը որն է, որ մտածպես եթե ընձեռվի, էլի, Չէ, եթե ասում եմ, էլի է առաջարկ, հրավեր, Չէ, շատ- այստեղից դեպորտ։ Չէ, նայեք դուք հարցրեցիք հիմա, ես սա հիպոթետիկ ասեցի, շանսերը Հիպոթետիկ ընդհանրապես, կարելի ասել 0-ի է հավասար, չի լինի, բայց եթե ինչ-ինչ պայմաններով լիներ, ես կցանկանայի Մխիթարյան միաբանությունում լինեի վանական։ Ինչի՞ պայմաններով։ Ռոբ, մի հատ բան ասեցիր, չվերջացրեցիր, որ քաստինգի էր գնացել, Հարցազրույցի։ հարցազրույցի։ Ինչ ասեցին։ Ասի փախար ստեղից, Անցար։ արա դու ով ես, ինչ եղավ։ Խաչը սենց պայծեց ծեցիր վարվել։ Ինչ եղավ։ Այդ ժամանակ նա կասես, Ես գիտեք ինչ եմ ծիծաղում, որովհետև ես Սխտորով կրակեցին իրականում վրան։ գնացել եմ ու պատկերացնում եմ, որ այդ մարտիկ չէին կարող ինձ ասել փախա մեկ էլ այստեղ։ քաստինգը կուպալնիկով է, ինչ ես արել, ասա։ Չէ, ասեցին դու պետք է Ռոբերտ ջան, ասեցին, դու պետք է դու պետք տեխնաջան, չէ։ չէ, տեխնաջան պետք է աշխատես, պետք է սովորես բնականաբար։ Դե ես բարձրագույն կրթություն ունեի, ես որ գնայի Գևորգյան ճեմարան, միանգամից երկրորդ կամ երրորդ կուրսից կարող էի գնալ դասի, որտեղ բարձրագույն կրթություն արդեն ունեի։ Առաջինով չէի գնալու, էլի։ Ասին պետք է քննություններ հանձնես, այնտեղ հայոց պատմություն կա, կրոնի պատմություն կա։ Հա, ինձ իդեպ ոնց որ ստոպ եղա ու չկարողացա ես շարունակեմ իմ բաղաձայն լինելու պատճառով էր։ Նաև, հա, ես որ հարցրեցին, Հավատքդ հերիքում էր, բայց ձայնը չէ։ ինչպես Ասեցին մի հատ երկի, չասեցին երկի, նաև պարտադիր պայմաններ քննությունը, տեղում չեմ երկել, քննության պարտադիր պայմաններից է, որ նաև լավ ձայն ունենալ եւ կարողանա շարականներ երկել, բայց դու պատարակներ։ չգիտեիր, որ դա տենց է։ Դե գիտեի, բայց դե հիմա տենց բանակից դուրս Գժված գնացել ես։ Բանակից եկար չգիտեիր ուր գնար, գնացին։ Հասկացա։ Դե ուզում էի, հա, շատ էի ցանկանում, հարգելի Արմեն։ Այո, Ռոբերտ ջան։ Այսինքն դու երկել իմանայր, այսօր լինելու էր քահանա։ Այսօր երեխեքից դու երկնքելու, տենց։ Իստում այո։ Եթե, հա, իմ շանսերը կային, իհարկե։ Եվ ոնց որ կասկածելի երեկո բոնի հետ էիր վարելու։ Ես մտածում եմ, որ այս պատմությունը մի քիչ շատ քիչ ճիշտ է։ Բայց եկեք մի լսեք, էլի խոչում Գարիկ, եկեք։ Լսի, չեն կաչի լսել։ Ճիշտ է։ Դու եկել ես, որ քեզ լսենք։ Լավ, դու ուրեմն այս եկել ես։ պատմությունը Լավ, եկեք մի քիչ ճիշտ է։ Մի քիչ ճիշտ է։ Ստեղ ինձ դրածա մի քիչ ճիշտ է։ Ուզում եմ Իրեք տարբերական Բայց ճիշտ է։ ինչ Սխալ ու մի քիչ։ եք, Եվան ասում է ճիշտ է, շատ կարևոր է։ Լսի, դու հիմա որտեվ դու հիմա նենց Ճիշտ է։ զգացողություններ ունես։ որը սուտ ասա։ Չէ, դու հիմա ինստինկտիվ բաներ ես զգում, որ մենք չենք զգում որպես Մայրական, դու անհեղի մարդիկ, մայրական մենք չենք բնազդա զգում։ քո մեջ խոսում։ Դու հիմա այո։ Դա ուրեմն Դու ինձ հիմա որպես որդի ես սուտ է նայում։ հաստատ այս պատմությունը։ Չէ, եթե լուրջ որտե որպես Դու հիմա մայրական վնասով կզգար, քեզ ստում այս լակոտը։ Ուրեմն ճիշտ է այս պատմությունը։ Ճիշտ է, ապրես։ Ճիշտ է։ Մեն ջան, դու։ Մենջ։ Սուտ է։ Ես սիրում եմ, որ Գարիկը պետք է որոշի։ Գարիկը Դե պետք է ես մենչին որոշի։ եմ հավատում։ Բայց հնարավոր է։ Կար, չէ, դե շատ կարևոր է, պետք է մի փոքր դու ավելի երկար ես շփվել Ռոբի հետ։ Այդ է։ Ես էդի չէի Երևի հաշվի դու առել։ կկարողանաս Բայց ես միշտ Ես գիտեի ուզեցել եմ, սրաժարան որ եմ ինքը ինձ կանչում։ տանի դեպի Աստված, բայց ինքը ավելի շատ ինձ միշտ հետ է պահել։ Ես բայց նշեցի ինչի։ Ես ինձ ինչ, ես ուզում եմ դու այլ։ ուրեմն սուտ է։ Եթե քո լոգիկայով։ Ես ուզում եմ խառնարանում։ Գոնես ընթացքում ընդհանրապես չի Գար ջան, ինչ ուզում ես ասա տերեմ։ Ես մենչի կողմից եմ, չնայած մայրական բնազ դսեի դարձել։ Մեջին էլ հայրական բնազ է։ Ոնց որ չես խափի, էլի մորը։ Իհարկե, մորը ես երբեք չեմ Որը խափի չես խափի, իհարկե։ Դա այս պատմությունը սուտ է, բայց մորը չես խափի։ Ես Եվային եմ հավատում։ Որպես ապագա մայր, տեսնենք ինքը կկարողանա Այո։ ճիշտը ստից տարբերակել։ Այո։ Ինչ է այս պատմությունը։ Այո։
Ճիշտ է, ըստ Ճիշտ է։ մոր։ Խնդրում եմ էլի։ Եթե Եվ այս պատմությունը Չէ, դուս մնացած, դուս մնացած ես նենց Այ այ բարձախ ես դուս մնա։ ճիշտ է։ Իսկ կման ամենամոտ հարազատները թողնի։ Ուրիշ ինչ տարբեր ջահելություն ունենք։ Ռոբ, այդ իրոք եւ բանակից հետո տես որոշ։ Բալակից հետո։ Այդ ինչ ա եղել բանակը։ Ինչ բան եղել է, չէ՞ հաստատ։ Այդ ինչ մեղք ես գործել։ Ես եկեք երկու երկու միավոր գուշակեցիք ճիշտ դուք։ Բայց երկելով սիրուն։ Չէ, դե երկել դուք շատ հասկացաք։ ճիշտ էր մի տեսակ պատմում, էլի։ Բայց դու Բայց ես չեմ պատմում, ո՞ց կարող ես պատմությունը։ Դու Ապրես մամ։ Ա, ես պատրաստ մամ։ Մենչին լսենք։ Պատրաստ ես։ մի անգամ Ամերիկայում խցանման մեջ օգնեցի անծանոթ մի կնոջ ծննդաբերել։ Իսկ նրանք որպես շնորհակալություն իրենց աղջկա անունը դրեցին Մենչ։ Հայ ընտանիք էր, Այո։ հայ ընտանիք էր։ Կանոնը մեկ։ Մենչ, ասեք թե ես Հակոբյան մենչ է, խեղճ աղջիկը։ Ես իրականում քեզ սենց ասեմ, ես չգիտեմ անձնագրով դրել են Մենչ թե ոչ, բայց իրանք ինձ ասեցին, եթե այս ամեն ինչ եղավ, մենք իրան տունը Մենչ կասենք։ Middle name-ը կարող է, էլի։ Կարող է։ Կարինե, Մենչ։ Կարինե մենչ, Միլիտոսյան։ Հակոբյան Արտուրիը։ Իսկ լավ, օգնել ես ուզում եմ, դու ինչքան գիտեմ չունես Հավես։ Չէ, ծննդա։ Հավես ունեմ։ Նայ, Մարտիրոսյան Գարիկը լեք իմանանք որ բժշկական նա ավակ։ ես փորձեմ պատմեմ։ Այո։ Քանի որ ժամանակին իմ կողքի տղաները բոլորը ունեցել են բժշկական կրթություն, մեր բոլոր շրջագայությունները անցնում էին այն բանի շուրջ, որ ինչ որ մի հատ բժշկական խնդրի մասին որ խոսում էինք, պատմում էին, այն որ դու լսում ես այդ ամեն ինչը ու փորձում ես Master class հասկանալ։ ալի Իհարկե ես կյանքում ծնունդ չէի ընդունել ու չեմ պատրաստում տատմեր դառնալ։ Բայց այդ ժամանակ մի քիչ չափազանցացրած է, որովհետև ոչ թե ծնունդը ընդունել եմ, որ հələ շնչի, դրանցից չեմ արել։ Ուղղակի խցանման մեջ կին էր, հայ կին էր, որը իր մայրիկի հետ էր, մայրիկը տարիքով մեծ էր, մայրիկն էր վարորդը։ Իրանք ապրում էին Palm Springs-ում եւ մենք էլ էինք գնում Palm Springs եւ խցանման մեջ նենց ստացվեց, որ երկար խցանում էր ֆուր էր շուռ եկել, նավթի, այն որ սև սենց լաքաներ ա մնում ֆրիվեյի վրա, ու երկար մոտավորապես 7 ժամանոց խցանում էր, մեքենաներ մոտեցան, ջրեր սկսեցին բաժանել, այն որ մեքենաներից բոլորը իջել են։ Ջրերը որ ասեց, ես իմացա ծնվելը սկսել է արդեն։ Գնացել է։ Դե բերում եմ դրան, սպասի։ Ես ուղղակի օգնեցի այդ կնոջը, մոտեցա, բոլորը վախում էին։ Ոնց, այսինքն ինքը արդեն Ինքը արդեն ծննդաբերում էր, ես եկա, իր ձեռքը բռնեցի, երկար իր այդ խոսացի։ Բայց ոնց, մեզ ջան, նայում ենք ֆուլ հաուսները, այ! Ախ, մեզ ջան, Մերում եմ ձեր համատենց այդ։ մերում եմ ֆուլ հաուսի համար։ Երեխան երբ որ ծնվեց, այդ ընթացքում երեխան ծնվելուց հետո իջավ ուղղաթիռ եւ այդ աղջկան ուղղաթիռով երեխայի հետ այդտեղից տեղափոխեցին արդեն Հիվանդանոց։ Օգնել են, նկատի ունեմ, դու այնց միանգամից։ Ես էլ էի, մեկն էլ էդ էի, ես էլ էի այդ։ Դու էր, պորտալարը դու ես կտրել։ Չէ, այդ չէի կարող անել։ Բա ով կտրես պորտալը։ Այդ չեմ հիշում, որովհետեւ մենակ չէ այդտեղն էր, որ Ական։ խցանման մեջ Բայց բոլորը օգնեց։ ֆրանսել էին, ես էի ծնունդը։ Բայց Պորտալարը կտրեց ինչ որ երևի ինչ որ մեկը, մի հատ կին, բայց ես արդեն դա չեմ հիշում։ Էպիդուրալ արեցի։ Իրականում ես քեզ մի բան Էպիդուրալ արեցի։ շատ պատրաստված է եղել էլի։ Հա, սաղ արել ենք։ Չեմ տեսել ով է կտրել, բայց ենթադրում եմ, որ Բայց փնտրում նույնիսկ կարող է, երբ որ արդեն ուղղաթիռը եկավ այդ ժամանակ։ Ուղղաթիռը եկավ միանգամից երեխային ու մայրիկին տարան։ Երեխային, մայրիկին տարան, ինձ էլ կարային տանեին, որտեղ ես էլ լավ չէի։ Ես մի քիչ Բայց մի րոպե, մտ հարցնեմ, նոր հարց։ Իսկ երբ այդ ինքը ասեց, որ մենք չա դնելու երեխայի անունը, հետո թե ցավելի Վերտալյոտից։ Ինքը չասեց, մենք ա դնելու, ասեց իրա մաման։ Որովհետև երբ որ իրան վերտալյոտով տարան, իր մայրիկը մոտեցավ ինձ, ասեց Արմեն ջան, շատ շնորհակալ եմ,
մերսի եւ այլն համարը տվեց, եթե կարելի է մի օր հանդիպենք, մենք տանը երեխային անպայման կասենք մեջ։ Ինձ թվում է ինքը տես տարօրինակ Բացի մտածում ես պատմություն դու, է հա։ հետաքրքիր էլի։ Ինձ թվում է ես կիմանայի այդ պատմությունը։ Ադուս բաղված է Չէ, սեղան, դռների մեջ։ միշտ էս կիսվում ենք իր ընդհանրապես Վերտալյոտի դռներից խնդալու կախված պատմություններով, բան որ աղջկա ունեմ մենչ Կարծում ես սուտ է։ Ինձ թվում է սուտ է։ Մնացածը սա լոգիկայի մեջ է, որ ցանման մեջ է մեկը ծննդաբեր է, բայց որ աղջկա ունեմ մենչ դնեն, Հաս դու չես հավատում։ ինձ թվում է չէ։ Բայց եթե պարզվեց, որ եղել է ու քեզ չի պատմել, ուրեմն մոտիկ չեք։ Չէ, կարող է այդքան մոտիկ Կամ չեք։ մոտիկ չեն, կամ դու այդքան չկաս։ Բայց չէ, խնդալու Կամ պատմությունը անընդհատ դու ես պատմել, չես թողես տղեն մի բան հետ պատմի։ Չէ, ինձ մենակ այդ բանն է։ Նորո։ Հիմա ճիշտ է, չէ։ Նույնիսկ փոխեցի։ Հա։ Փոխել։ Որտեվ սկզբից ինքնացած երեխաանը մենչ են դրել, հետո որ Ակարծում ես ճիշտ է։ Ու հիմա ինքը կարա մոլորեցնի այդ կուտը ուտում ենք մենք։ Ուտում ենք այդ կուտը։ Ուտում ենք ապեր։ Հասկացա, կարծում ես ճիշտ է։ Դու Ես կարծում եմ, որ սուտ է պատմությունը։ Դու չես ուտում այդ կուտը։ Ես չեմ ուտում այդ կուտը, որովհետև մենք իրականում Ամերիկայի հետ կապված լիքը պատմություններ է պատմել, որտեղ շատ անհավանական իրավիճակների մասին է խոսքը եղել։ Դու չես հավատում, դու հավատում ես։ Անգամ չի եղել։ Դու չես հավատում, ես հավատում եմ։ Այ ինչով է մեր թիմը տարբերվում են թիմից, որ արագ ենք մտածում։ Ես չեմ հավատում։ Չեք հավատում, թե Չեմ հավատում։ հավատում։ Լուրջ ես ասում։ Այո։ Ռոբ լուրջ ես հիմա դու ասում։ Մի այլ Այսինքն ես մարդը մարմնամաճարի հետ կգնա ավտոյի մեջ մի սուտկա կմնա ես ծնունդ չեմ։ Չենք հավատում, մենք արագ չենք հավատում այս պատմությանը։ Սուտ է։ Անհավատ մարդ է ասում։ Բայց Այ Նորո ջան, Պատտիր բագրի գլուխ։ Բայց լավ էր, ես բայց ես իմիջիայլոց ասեմ, տես Գարիկը ինչի հավատաց, որտեվ 3 հատ ուրիշ տենց դեպք եղել։ Просто անունը մեծ չեն։ Չէ, դե կարա մեջա որ լավ էր, ես անկեղծ ասեմ, ես ուղակի արագ ուզեցա որոշեմ, որպեսզի չխճճվեմ, սա ոնց որ 50-50 Նորո ջան ապրես։ Դու էլ։ Նորոն չի խոսում, բայց ուշադիր հետևում Արտո, երկու Նորոն ուժեղ է խաղում։ Հոգեբանական Նորոն դասի։ ուժեղ է խաղում։ Հա, օքեյ, Զիգմունդ։ Վատ չես խաղում, Նորո։ Շնորհակալություն Գարիկ, հաշիվը 2-2։ Ոչ ոքի է, Նորո ջան, առաջին փուլի վերջին խաղակարտը քոնն է։ Հաստատ։ Հեսա տեսեք ինչ են կանում։ սերիալում նկարահանվելու տարիներին սցենարիստին թաքուն խնդրում էի, որ ինձ համար գրի համբուրվելու տեսարաններ։ Ախ, նենց հնարավոր է ինձ թվում է։ Բայց ինչի այդ միակ միջոցը, ինչի Պետք էր։ Գրել է, եղել է։ մի հատ բան ասեմ, իսկ Այո։ պետք էր ինչի համար, խանդի տեսարան Ինձ իմ խաղընկերուհին էր խնդրել, որովհետև ես մտերիմ էի մեր սցենարիստի հետ, ոնց որ զանգում եմ, էլի մեկ-մեկ։ Խնդրել է որ քեզ Խնդրեց, հա, ինչ որ իրավիճակ ստեղծենք, որ խանդի տեսարաններ լինի, բան առիթ էր ման գալիս իր ազուգ ընկերոջ հետ կռիվ անելու բաժանվելու։ ուրիշ բաներ թող գրել։ Իրական կյանքում։ Դե հիմա ընկերը կարար խանդեր նրանից, որ մենք համբուրվում ենք, օրինակ համբույրի տեսարաններ, ինչ որ հաճախ սկսեցին լինել։ Այդ որ ֆիլմներ։ Մենք էլ լավա 18+ ֆիլմ չի եղել։ Ու քանի տարի առաջ։ արի ավելի լավա չասեմ, ինձ չէ, եկեք չասեմ, թե որն էր, բայց Ճանաչված տենց ֆիլմեր։ այո, Սցենարիստի հետ մենք չենք աշխատել։ աշխատած սերիալները ճանաչված են։ Շատ ճանաչում։ Նոր ինչ որ զանգում էր սցենարիստին ասում էր, տարօրինակ չէր նայում քեզ։ Չէ, ինչ հատ էր սիրում ուղղակի։ Բայց իրան օգուտ կար, որ ապր տակուրում են մի քիչ թող ինձ են։ Դες իրականում այդ շրջանում սցենարային գիծը նենց էր գնում, որ պետքա մենք տենց վերջ արդեն հերոսը եւ հերոսուհին միասին լինեին։ Տենց Այսինքն ինքը դրամաբանորեն էր բռնում, հա։ Արդարացված էր։ Հա։ Իսկ քանի անգամ ամբուրվեցիք վերջը տենց։ Չեմ կարա թիվը Մի ասել։ 10-15, Բայց բաժանվեցին այդ Սերիալի աղջիկը։ նկարահանումները Իսկ օգուտ տվեց։ Այո, օգուտ տվեց։ այդ աղջիկը բաժանվեց։ Նորոին տփին։ Այսինքն այդ աղջիկա բաժանման միակ միջոցը ձեր համբուրվելն էր։ Դե փաստորեն հա։ Այդ ամեն ինչը արվում էր միայն այդ աղջիկա համար, դու չէիր ուզում համբուրվել։ Միայն դրա Լավ մեթոդ են մտածել, ես օրինակ Շատ տակ։ Գար կուզես ասեմ քեզ էլ տես գրեմ բա։ Ապեր ես եմ Նորոյի հետ համբուրվես։ գրողը ես եմ։ Բայց նորոն ասեց, որ այդ մի անգամ չի եղել, ասեց անընդհատ ես ասում էի, որ մեր սցենարիստը ոնց որ առիթ է մանգալ, մի խոսքով շատ դեպքերի մասին էր կարդում ինքը։ Շատ դեպքերը մի սերիալի մասին ենք խոսում։ Սերիալը երկարաժամկետ էր, որը նկարել ենք 10 ամիս։ Դուք հավատում եք ժողովուրդ, անկեղծ ասեք։ Հա։
Այ լուրջ հավատում եք։ Երեխեք, եթե Հիմա ոչ թե Մի րոպե, ով հավատում է թող ծափտա։ Ով է հավատում։ Չէ, ծափտա չէ, ձեր կբարձրացնենք ով է հավատում։ Սուտ այս ճիշտ պատմությունը։ է, զուտա։ Այսինքն դառնա ով է ուզում դառնալ միլիոներ, դալիճի օգնություն վերցնում։ Ուզում ես զանգ ընկերոջ արա։ Ու այդ աղջկա Կարելի է, հենց հիմա զանգեմ այդ աղջկան, հասկացել եմ ում մասին է խոսքը։ Լուրջ։ Այո։ Ես էլ եմ ամփոփ։ Երկրորդ ընկերոջից եմ ուզում բաժանել։ Հասկացա, եթե այս պատմությունը ճիշտ է, մի հատ սցենարիստի համար է մեզ, եթե կարելի է, կարողանում այնքան բնական է դասավորվի, որ պատճում եք դուս է գալի ու մենք գործ ենք, մեծ հավատան գործ են եղել։ Ու աղջիկներն է բոլոր երջանիկ են եւ չտուժված տղաների կողմից։ Ինչ է կարծում այս պատմությունը։ Նորոն օգնել է այս աղջկան կորցնել իր բախտը։ Ինձ թվում է իմ կարծիքն եմ ասում, նորոն տեսբան չեր անի։ Նորոն գիտակից մարդ է, ինձ թվում է նորոն տեսբան չեր անի։ Գիտակից մարդ է եւ օգնել է։ Չէ, գիտակից մարդ է, դու մի խոսա, սպասի։ Դուսուս։ Դու սպասի։ Նորոն գիտակից մարդ է ու տեսբան չեր անի։ Իմ համար էլ այս պատմությունը սուտ, բայց եթե պարզվի ճիշտ է, ուրեմն կեղտոտ մարդ է։ Ուրեմն առաջարկում նորոյի ծեծենք հենց։ նորոնա կեղտոտ մարդ է աղջիկը։ Նորոն։ Բայց չէ, Մենք կարծում ենք այս պատմությունը սուտ է, այդտենց մեր պատմությունները ինքդ ես հուշում էր ու ճիշտ էին գուշակում։ Իսկ այս պատմությունը միավորը ետ բերենք։ սուտ է։ Այո։ Ես կգրեմ։ Հենց դու մեռնելուց բրծարծեց։ Շատ լավ պատմություն է։ Չէ, լավ պատմություն է։ Իդեպ նորոն լավ էլ մանևրում էր։ Օպրես։ Լավ է։ Այո, գիտես։ Աշխատավարձս բարձանում է։ Կամաց հաճելի էր, լավ էր, մյուս փուլի առաջ հաշիվը 3-2 է մենք պարտվում ենք, բայց ոչինչ։ Բայց առաջին անգամ չի, Այո։ այս էլ բանկան է։ Առաջին անգամ չի այո, բազմաթիվ անգամ մենք քամբեքեր ենք արել։ Ու բազմաթիվ անգամ չենք արել։ Դա է կարևոր։ Դե ինչ ավարտվեց առաջին փուլը, բայց Մենք հիշում ես որ երկրորդ փուլը վերադարձրել էինք։ այո։ Այլ հանում ենք։ Լուրջ ես ուզում եմ, անկեղծ ուզում եմ նույնիսկ իմ ասած բանաստեղծորեն հանենք։ Արա ու էլ չվերադառնանք, ես բարկանում եմ, անկեղծ, ես օգտվում եմ էլի այդ հնարավորություններից եւ բազմաթիվ մեկնաբանությունների այդ բոլոր անեծքները վերցնում եմ ինձ վրա։ Բայց մարդիկ ուզում են Ես երկրորդ հանում եմ, ես թեկուզես լրիր, թեկուզես ոռնա, թեկուզես ծամիր սեփական լեզուտ, թեկուզես բերանդ խցիր բարձով, պատահաբար են հանդիպում երկրորդ փուլին եւ անհրաժեշտաբար հրաժեշտ Բայց իմ աշխատավարձը չի կրճատվում։ Այո, աշխատավարձը կրճատվում է եւ երկրորդ փուլը նույնպես։ Դե ինչ, ուրեմն մենք հիմա սահուն անցնում ենք երրորդ։ Այո։ Երրորդ փուլին։ Միացեք մեր գործընկեր Viva ընկերության անլիմ հետվճարային սակագնային պլանին եւ ստացեք անսահմանափակ ինտերնետ, ինչպես նաեւ 900 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, MTS Ռուսաստանի ցանց, ԱՄՆ, Կանադա եւ Հնդկաստան զանգերի համար, իսկ փաթեթը սպառելուց հետո նաեւ 10000 ներցանցային րոպե։ Եվ իհարկե, սիրելի հավելվածներից առանց բաժանորդագրության օգտվելու հնարավորություն եւ հետվճարային բաժանորդագրությամբ սակագնային պլանի ամսավճարը կազմում է ընդամենը 3900 դրամ, այսինքն ուղիղ ռոբի աշխատավարձի չափ։ Բայց ես քեզ հետաքրքիր բան ասեմ, կարելի է միջև ծափողջունները, սա շատ իրական պատմություն է եւ գովք Viva-ի 2-3 օր առաջ լրիվ անկեղծ ես բարկացա իմ հեռախոսային օպերատորի ծառայություններից մեկի վրա, որ այդքան էլ պատշաճ եւ ճիշտ չէր, եւ 2-3 օր առաջ գնացել եմ հենց այս փաթեթին բաժանորդագրվել եմ, այս անլիմ 3900 հիմա նույնիսկ տեսնում են ամիրյան մասնաճյուղի սպասարկման բաժնի աշխատակիցները եւ ասում են այո, նա եկել է։ Այդ ես է, իրոք ես Բարի գալուստ Ռոբերտ ջան։ Շնորհակալություն, բարի գալուս Viva, ես էր ընտանիքում եմ։ Տենց Այդպես են ասում։ Ես մի քիչ քեզից շատ ավելի ամիսներ առաջ եմ ոնց որ։ Ես հիշում եմ։ Ես իդեպ ես հետաքրքիր սա էլ ասեմ, նաև շարունակելով, ես իմը 093-ով սկսող համար էր։ Ես Viva-ի բաժանորդ էի, հետո ընտրել էի Huda փաթեթը։
Դավաճանի օպերատորից գնացել էի ուրիշ օպերատորի մոտ եւ անցավ մի քանի տարի, էլի ոնց որ անառակ որդու վերադարձով վերադարձա էլի վիվային, վիվա մենք քեզ սիրում ենք։ Երրորդ փուլն է։ Գարիկ ջան, երրորդ փուլի կանոններին ծանոթացնես։ Սիրով։ Սիրով։ Այս փուլում հայտնվում է երեկոյի կասկածելի հյուրը, ով կապ ունի մասնակիցներից միայն մեկի հետ կամ ոչ ոքի հետ կապ չունի։ Մրցակից թիմը պետք է պարզի թե կոնկրետ որ մասնակցի հետ կապ ունի կասկածելի հյուրը։ Երրորդ փուլում ճիշտ պատասխանի արժեքն է 3 միավոր, իսկ սխալ պատասխանի դեպքում այդ միավորները անցնում են մրցակից թիմին։ Այսինքն, եթե մենք պատահաբար սխալ պատասխանենք, 3 միավոր գնում է իրենց։ Ինչը որ առհասարակ ձեր չի տալիս, պետք չի էլի լինի։ Դե ինչ եկեք սիրով այստեղ հրավիրենք երեկոյի կասկածելի հյուրին եւ իմանանք, թե ով ինչ պատմություն կպատմի նրա հետ կապված։ Համեցեք սիրելի կասկածելի հյուր։ Եկեք բարձր ծափարենք բոլորի սանոց սարկավակ Անդրանիկին բարի երեկո ձեզ։ Բոլորիս մոտ կարող է եկացած լինի, էլի ուշադիր եք։ Սարկավակի հիշեք իմ։ Հիշում ենք, քո տոտիկներն էլ ենք հիշում, կոշիկ որ չունեիր, էդ էլ ենք հիշում։ Սաղ բռնում է, Ռոբի մոտ է։ Տոտիկ, չունես կոշիկ, եկել անկապ նստի։ Ես եւ Գրիգոր Դանելյանը նոր ֆիլմ ենք պատրաստում գրել, որի գլխավոր հակահերոսը Անդրանիկն է։ Բարի, շնորհակալություն։ Ռոբերտ, այո։ Բոլորս գիտենք։ Այո, գիտենք։ Նա Անդրանիկն է։ Շատ է։ Ես պատրաստում եմ նրա հետ նոր երաժշտական խումբ հիմնել, որի անունը լինելու է Խորիզ։ Խնդրեմ։ Նա Անդրանիկն է, ես նրա Instagram-ի եւ TikTok-յան նորաբաց էջերի կրեատիվ պրոդյուսերն եմ։ Ընտիր։ Խնդրեմ, Գարիկից սկսենք ումից սկսենք։ Գարիկ ջան նոր ֆիլմ է գրում, որի գլխավոր հերոսը հակահերոսը։ Անտագանիստը։ Այո, Անդրանիկն է։ Խնդրեմ մի քիչ կիսվես, սփոյլ չանես ֆիլմը, բայց մի քիչ կիսվիր։ Ինչպես եկաք հենց այդ մտքին, որ Անդրանիկը շատ լավ խաղա, հենց այդ կերպարը, որի անունն է բան սենց էլի։ Ամենադիծաղելին գիտես որն է։ Որը մեզ էլ ասա, էլի գար։ Մենչը մոտակա 20 տարին իմ պլանները գիտի, էլի։ Ես կարող եմ մի անգամից ասեմ, Գարիկենք նոր ֆիլմ չենք գրում։ Գարիկից կանանք անցնենք Ռոբին, որովհետև Գարիկենք հիմա ինչ որ գրում են, Անդրանիկը չկա։ Ցավոք սրտի դուք այդ ֆիլմում Չարի կերպարը չէ։ որովհետև այդ ֆիլմը ուրիշ բանի մասին է։ Այսինքն սուտ է քո պատմությունը։ Ինձ թվում է Գարիկի պատմությունը սուտ է, որտեվ ինքն ու Գրիգորը Դանելյան հաստատ հիմա չեն գրում։ Հիմա են գրում, թե պտի գրեք։ Պտի գրենք, Չէ, դու մի էլ շեղի։ Բայց հարցեր տանք, մեզ պետքա որ հարցեր տանք։ Ինչի մասին է լինելու այդ ֆիլմը։ Այդ ֆիլմը Ծերանոցում հայտնված մի հատ պապի մասին է, որ հայտնվել է այնտեղ։ Ծերանոցում է հայտնվել։ Ոնց է հայտնվել այնտեղ։ Ինքը փողոցում է։ Դե հիմա չեմ ուզում լրի ֆիլմը պատմել։ Որ ինքը չնեղվի, թե Չէ, որ չծակի։ անձնական թեմա։ Չէ, հայտնվել է այնտեղ, Անդրանիկը այնտեղ իր որդին է, որ չի գնում հորը խնամելու կամ չգիտեմ հետ չի գնում տեսակցության, անտագանիստ լինելով հենց այդ է էլի, որ ինքը անտագանիստ է, այդ ձև է տենց։ Ոնց հասկացաք կոմեդիա ժանրը։ Կար կոմեդիա չի։ Ինքը կոմեդիայի մեջ է էլի, իհարկե մենք լուրջ բան չենք կարող մենք գրենք։ Ինքը իր Ինքը չի գնում հորը տեսնելու, բայց ընթացքում անեկդոտներ է պատմում։ Ֆոկուսներ անում, սրանք անում, էս անում։ Հերը Ջիմ Քերին է։ Գարիսկ ում գաղափարն է այդ ֆիլմը։ Իմ գաղափարն է։ Քո։ Ու երբ եք նկարելու։ Այդ պլանավորում ենք 2028-ին։ Ժամը կան։ Ժամը կան։ Վստահ եք։ Դե աշխատում ենք այդ ուղղությամբ որ լինի, էլի։ Շատ լավ, շնորհակալություն Գարիկի պատմության համար, եթե հարցեր չունեք, կարող ունեք։ Չէ, չունենք։ Բնազդային ոչ մի հարց չկա, չէ։ Ռոբին, Այո, Ռոբերտ ջան, դուք ես ուզում եմ նոր խումբ, ոնց օրինակ դու խումբ ես բացում, չէ՞, կես ժամը 1։ Ես էլ եմ ուզում հետ չմնամ Բայց դու մասնակցելու ես այդ խմբում։
Այո։ Գիտարով էլի։ Գիտարով չէ, back վոկալները։ Back-ը դու ես Back վոկալները ես եմ լել ու խորիզ ենք ուզում խմբի անունի, ոնց է կա Gata Band, ոնց որ իրեն հակակշիռ ուզում ենք խորիզ բենդան։ Տարբերակները շատ էին, իդեպ, խորիզը ոնց որ այդ short list-ից խորիզը անցավ։ Կար Pipert անունով, չէ, իրոք Pipert կար Տրեղ անունով, ավելի հայկական անուն, կճուճ անուն ունենք, բայց որոշեցինք Ղարնի Յարեղ կարող է լինել, բայց մենք ընտրեցինք խորիզ։ Այսինքն դուք Անդրանիկի հետ բացում եք խումբ, որը ոնց որ հակառակորդը Անդրանիկի մյուս խմբին, հա։ Գիտես ինչ, քանի որ ես ասում եմ, չէ, հիմա ես դու ասում եմ ու դու կամաչես քո ասածից, որտեվ դու շատ ոչ ճիշտ կոմերցիոն բան ասացիր։ Շատ հայտնի է, որ նույն ընկերությունը այո կարող է իրեն հակա պրոդուկտ ստեղծել եւ կոնկուրենտ ստեղծել եւ երկուսից օգտվելու դեպքում շահի մեկ ընկերությունը։ Մենք աշխատում ենք այդ մոդելով։ Եթե չեն Gata Band-ին օրինակ պատվերներ տալիս կորպորատիվ համերգներ, հարսանիքներ, տալիս են խորիզ բենդին, շահում է գումարը գալիս է մի տեղ։ Ռոբ, ուզում եմ հասկանամ իրոք քո ֆունկցիան ինչն է այս ամեն ինչը։ Ես ավելի շատ պրոդյուսերական եւ back vocal։ Մոռացաք, որ բաղաձայն Չէ, back vocal-ները ասենց ասեմ, ստուդիայում է։ Մեկը չի լսում։ Ես ստուդիայում եմ, իհարկե։ Տոտիկ, Այդ ասելու ես։ տոտիկ։ Այդ լավ ասում, տոտիկ լավ ասում ինձ։ Ինչ երկեր եք երկելու։ Երկերը ասենց ասեմ, ես եւ Անդրանիկը Քավերներ են թե դուք գրում եք։ Չէ, նայեք, ես եւ Անդրանիկը միասին արդեն 2-3 գյուղ գնացել ենք, Անդրանիկը գիտի, երթևեկում ենք իմ մեքենայով, գնում ենք գյուղերում տատիկներից, այնտեղի մարդիկ, ովքեր երկար ժամանակ անցնում են, իրենց ազգային երգերը գրում ենք, նոտա գրում ենք, Տատիկերը չեն ասում զզվսիկ օրը մեկը գալիս է երկերը տանում։ Չէ, նոտա գրում ենք այդ երգերը եւ Եվ ինչ։ Դեզի օրինակ դեզի մասին նոր երգ ենք։ Մենք վերջերս գնացել ենք Ալափարս գյուղը, Ալափարս գյուղը ենք դեզի մասին շատ լավ։ Կհիշես այդ երգը ոնց է։ Իհարկե, հիշեմ։ Չէ, ինքը կատակ երգ է, եթե նկատել եք կատակ երգերը ինքը շատ է։ Դեզի մասին երգը չէր կարա լուրջ է։ Չէ, կովիկները։ Ես ավելի շատ շփորդ, հիմա կովիկները, դիտάμε գոց, բայց կովիկները։ Դեպի դեզերը, ես Իսկ այդ ինչ-որ մեկը ձեր համար Ալափարսում ինչ-որ մեկին գտակ, որ ձեր համար այդ երկը Դեզերի եւ կովիկների մասին երգ է։ Հա, կովիկները հետո դեզերը։ Ռուսերեն երգ է, նալուգու, պասուցկո, կարայցի, սրա։ Մեկն կովիկները, հետո կովիկները, դեզերը։ Բայց ես Անդրանիկ ջան, ես առաջարկում, եթե նույնիսկ սա ստացվի Ռոբին ոչ մի դեպքում բեկ վոկալին մոտիկ չթողել, որովհետեւ ինքը մենակ տոտիկն է լավ ասում, ինչ բառ ասեք տոտիկ ասելու։ Բայց մի հատ որ մասն Անդրանիկին է, որը կովիկներն ես դու ասում ես։ Չէ, կովիկներ դեզերը բեկ վոկալի ժամանակ է, իսկ այնտեղ Անդրանիկը մեջը երկար պատմությունը իրականում գերանդիով հնձվոր մարդու մասին է։ Հնձվորը զատնեց արետը։ Կովիկները, նույնիսկ ավա ուրիշ բանի մասին երկար։ Սիրա հարվեմ սար ելնեմ ես կովիկները, ելնեմ գերդ համը ես բարվեն դեզ, ինը։ Կրկնեմ, հա, չեք հիշում։ Հիշում ենք։ Ես նրա Instagram-ի եւ TikTok-յան նորաբաց էջերի կրեատիվ պրոդյուսերն եմ։ Շատ բարի։ Ոնց առաջարկը ստացար նոր ջան։ Առաջարկել եմ ես ինքս, որովհետև արդեն մոտ 1 տարի զբաղվում եմ հենց այս գործով 2 տարբեր տեղերում։ Մի տեղում ընդհանուր համերգների կազմակերպչական աշխատանքներով եմ զբաղված, հրավիրում եմ խմբերի, բենդերի ու միշտ ուրախ եմ լինում, որ իրենց էջերը շատ ակտիվ վիճակում ա լինում։ Զանգեցի, հրավիրեցի, մենք խոսեցինք, պայմանավորվեցինք սպասվող համերգի ոնց որ մասին, օրը ֆիքսեցինք ու քանի որ գովազդային արշավը ամբողջությամբ մեր վրա էր լինելու, զուգահեռ դրան առաջարկեցի, որ զբաղվեք էլի, որովհետև այսօր այդ շատ կարևոր գործիք է, դուք շատ հայտնի եք, բոլորը ձեզ ճանաչում են, բոլորը ձեր երգերը գիտեն ու շատ հետաքրքիր կլինի, որ նոր մոտեցմամբ կարողանանք ստեղծենք ձեր կոնտենտը։ Ոնց որ բարի լույս բարի լույս յուր է եկել։ Ինչ ռիլեկ նկարել է։ Նոր կոնտենտը, չէ, արդեն պայմանավորվել ենք ամեն ինչ, չէ, դեռ ոչինչ չենք նկարել, նորաբաց էջերի համար։ Ոնց որ PR քայլ արեցիր դրա մասին խոսալու, այո։ Իսկ վճարվում ես դրա համար նոր։ Դեռ ոչ, որովհետև ես հիմնական աշխատավարձ ստանում եմ ու քանի որ կապված է
հենց այդ բուն աշխատավայրի հետ, անում ենք ընդհանուր 2-1-ում։ Բայց որ ռեյքը Բնականաբար հետո արդեն կպայմանավորենք։ Հիմա ես շատ ուրախ կլինեմ, որ իրանց Instagram մենեջերը լինեն շատ ակտիվ, ոնց որ իրանք հայտնի են այդ աստիճանի։ լայվեր անելու եք TikTok-ով լայվեր, առյուծ գցելու են։ Տկտկացնելու։ Ես հարց չունեմ, ինձ համար ամեն ինչ պարզ է գրեթե։ Ինձ թվում է կոնկրետ մեր հյուրը Նորոյի Ինձ խնդրում եմ մի հատ էլ երևաց անդրադարձեք։ Իմը խնդրում եմ, Գարիկինը հասկացանք, իմը մի մոռացեք։ Ռոբ ջան, Մի մոռացեք։ Քոնը ուզում եմ մոռանամ, սենց ասեմ։ Քոնը չեմ էլ ուզում հիշեմ։ Իզուր, մենք Թող իզուր։ հանգիստ ապրենք։ Լուրջ եմ ասում, դու խնդրելու ես գաս ես համերգ։ Ես խոստանում եմ, եթե տեսնի, ես քեզ կգամ կխնդրեմ, կգամ այդ համերգին։ Մեր հյուրը ինձ Նորոյի հյուրն է։ Եվ այ մայրական բնազդը մենչին է անցել։ Հայրական բնազդ։ Ես փշակաղված եմ պարզապես, այսենց մանրակրկիտ։ Կովիկները։ Ես լուրջ ես լուփով կովիկները դեզը։ Այս մյուս երկներ դե Չէ նույնն ուղղակի ես նոտաները վատեմ։ Բայց ես մեկը Ռոբին եմ հավատում։ Ցավը տանեմ։ Լուրջ եմ ասում, Եվան խնդրում եմ։ Այդո Եվան ինձ հավատա։ Վերջին մտ լավ մտածի։ Շատ դժվար է, հիմա դու ասում ես Ռոբը, դու ասում ես Նորոն, ես չգիտեմ, ցանա հարնա, բայց Կարող ես դու Գարիկ, ես կարծում եմ Ժամանակ չունեք, կովիկները երգում եմ։ վերջական մենք էլ ինձ թվում է, որ ես մենչի կողմից եմ 100%։ Մենչը պիտի այսօր հաղթի ու ճիշտ դուրս գա, որ ոգևորի որ այս երգը Դուրս գա իրականում, լույս տեսնի, այո։ Այո։ Դրա համար ես էլ հավատում եմ, որ քո ասածը ճիշտ է եւ այն կատակ էր պարզապես մեծացող մարդուն, ոնց որ Պետք լավություն։ չի մեր Այո։ չհավատալ։ Մեր հյուրը կարծում ենք եկել է Նորոյի մոտ։ Եվ խնդրում ենք մեր կասկածելի հյուրին, որպեսզի ասի, թե ում մոտ են եկել։ Այո, ում մոտ է եկել, խնդրում եմ թող ներկայանա կասկածելի հյուրը։ Իրականից ասեմ բարի տեսանք։ Ասում եմ վայել եմ այս պահը։ Ես ոչ մեկի մոտ չեմ եկել։ Հա, այդ տարբերակն է։ Ասեի։ Դա ծափարեք եկեք մենք ոչ մեկի պատմությունը ճիշտ չէ։ Մի հատ խնդրում եմ մեր այս հաղթանակը երկով։ Էլ ոչ մի բան չունենք։ Անդրանից արկապակ եկել է մեզ ու ոչ մեկի մոտ հյուր չի։ Իրականում Ժորժան, սուտ խոսելը լավ է ուրախության համար, բայց գործը ավելի լավ կլինի, որ տեսնենք, ընդունենք ու իրական ուրախանանք։ Այս գործը կովիկները։ Կապ չունի։ Ոչ, մենք ուրիշ կատարենք։ Դեզերը բա։ Գնացիք, չէ, ես հետո եմ։ Դեզերը գնաց ամենա PR-ացված Եկեք մի ջրիկացի տեսովա կանգնած, ստե նոր եկեք, մի հատ հələ սուս-պուս լսի։ Ես երաժշտության ներքո կներեք, հաշիվը փոխեմ։ Հաշիվը փոխեմ։ Նա ծափարություններ, երաժշտություն եւ հաշիվը ես մի հատ խնդրում եմ։ Բայց ես չի իմանում, որ կարաբոս մեկի համասեցի ամ կարդացի կանչել։ Խնդրում եմ։ Մայրական բնազդիչ։ մայրական բնազդաճ։ Նորովի երգ է, մոտակայքում կլսեք, Այո։ ընդհանրապես երգեն կրկներքը։ Խուջուջ մուջուջ խասխում աշե թելիգը մելիգը մազերը բոյո բոսո մեջկը բարակ թարվերում է մարալը խուջուջ մուջուջ խասխում աշե թելիգը մելիգը մազերը բոյո բոսո մեջկը բարակ թարվերում է մարալը Մատ ծափարեք մեր։ Շնորհակալություն ենք հայտնում եւ ներողություն ենք հայտնում Ռոբի փոխարեն։ Ապրեք որեք ապեսան ջան։ Բարի գալուստ։ Նատիկեք բարձր ծափարություններով ճանապարհենք։ Տղաներին, տղաներին։ Ես դա չէի անի, բայց ոչինչ։ Այդ բենդը բաժանվեց այսօր։ Ուշ կներեք։ Գարիկ, բայց սպասում էի։ Դե ինչ, Ռոբի ծնունդներ այսօր ընկերներ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։